Աղետը աղետի հետևից 2023-ի բռնի տեղահանության օրերին Արցախը ցնցվեց ներսից, սեպտեմբերի 25-ին պայթեց բենզինի պահեստը։ Արցախի բոլոր շրջաններից Ստեփանակերտում հավաքվածները վառելիքի հետևից էին գնացել փրկության ճանապարհով Հայաստան հասնելու համար, բայց զոհ գնացին կրակի մինչև երկինք հասնող շիթերին։ Մահացավ 219, վիրավորվեց 300, անհետ կորավ 22 մարդ։ Խոցված եւ կրակների մեջ պահեստի պայթյունի զոհերին նվիրված այս խաչքարի մոտ են այժմ հավաքվում զոհերի անհետ կորածների ծնողները, հարազատները, այստեղ են գալիս նաեւ նրանք, որոնց կրակին զոհ գնացած զավակների կամ ազգականների շիրիմները մնացել են Արցախում։ Եռաբլուրի Արցախի կանչը հուշահամալիրի մյուս խաչքարը եւս հաճախ է արցունքոտվում, նվիրված է բոլոր պատերազմների զոհերի հիշատակին, որոնց շիրիմները մնացել են օկուպացված հայրենիքում։ Մոտ 66 ովքեր եւ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում են հողարկավորված եւ շրջաններում։ Մենք հարցը բարձրացրել ենք, որպեսզի արտաշիրումը իրականացվի եւ տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն եւ հողարկավորվի Եռաբլուրում։ Ստացել ենք նախնական համաձայնություն, ցավոք սրտի մինչ օրս այդ գործընթացը տեղի չի ունեցել։ Հարազատի շիրիմին այցելելու հնարավորությունից զրկելը ըստ միջազգային նորմերի եւ հռչակագրերի մշակութային իրավունքի ոտնահարում է։ Մշակույթի իրավունք ասվածը ըստ մասնագետի չի ենթադրում միայն գեղարվեստական, հուշարձանային կամ ավանդույթների շերտեր։ Օրենսդրությունը բացատրում է, որ մշակույթի իրավունքը, սեփական ինքնությանը, պատմական ժառանգությանը, հարազատի գերեզմանոցներին այցելելու, մուտք ունենալու, հաղորդակցվելու եւ այդ հիշողությունը կենթանի պահելու եւ սերունդներին փոխանցելու իրավունքն է։ Միջազգային քրեական դատարանների նախադեպային որոշումները արձանագրում են հարազատի շիրիմին այցելելու հնարավորությունից կոլեկտիվ հանրույթին զրկելը մարդկության դեմ ծանր հանցագործություն է։ Մշակույթի իրավունքը ներառյալ հարազատի գերեզմանոց այցելելու եւ դրա հնարավորությունը անարգել ունենալու իրավունքը մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկն է։ Այս փաստաթղթերին միացել է Ադրբեջանը։ Մշակութաբանը ասում է, եթե անգամ Բաքուն չի ստորագրել միջազգային նորմերի կամ հռչակագրերի տակ, դա նրան չի ազատում պատասխանատվությունից։ Մարդու իրավունքները հարգելը սովորութային իրավունք եւ միջազգային պարտավորություն է։ Այս խնդիրը վերաբերում է ոչ թե մեկ անձի, ոչ թե մարդկանց խմբի, այլ կոլեկտիվ հանրույթին որպես ամբողջություն, սա արդեն մոտենում է նույնիսկ ցեղասպանության հայեցակարգին, որովհետև ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է ոչ թե շատ թվով մարդկանց ցավ, տառապանք կամ սպանություն պատճառելու մեջ, այլ խմբին որպես ամբողջություն եւ կապ չունի այդ խմբի անդամների քանակը ինչքան են։ Պատերազմական հանցագործությունները խաղաղության քողով ծածկել փորձող Ադրբեջանը ոչ միայն խախտում է արցախցիների հարազատի շիրիմին այցելելու իրավունքը, այլև պղծում եւ ավերում է դրանք։ Նոր ճանապարհներ կառուցելու քողի տակ հողին է հավասարեցնում գերեզմանոցները առհասարակ։ Շիրիմը պղծելու համար եւս միջազգային ատյանները սահմանում են կոնկրետ պատասխանատվություն։ Ոչնչացված են Սղնախի 18-րդ դարի գերեզմանոցը, Հադրութի գերեզմանոցը, Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը, բազմաթիվ նաև շիրիմներ են պղծվել, Շուշիի 5 գերեզմանոցը։ Սպիտակ ցեղասպանություն։ Պղծարարի ծանր տեխնիկան կանգ չի առնում ոչնչի առջև։ Շիրիմներ, հուշարձաններ, եկեղեցիներ։ Ադրբեջանը վերջին 5 տարում ավերել, պղծել կամ ձևախեղել է մշակութային ժառանգության 200 հուշարձան։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։